ԱՄՆ-Իրան լարվածությունը նախորդ տարվա վերջին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո հասել է գագաթնակետին։ Հնարավոր պատերազմի մասին խոսակցություններն էլ ավելի սաստկացան, երբ շաբաթ օրը համացանցում լուրեր տարածվեցին, որ իրանական Բանդար Աբբաս քաղաքի շենքերից մեկում պայթյուններ են որոտացել, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Եվ չնայած իրանական իշխանությունները պաշտոնապես հերքեցին արտաքին միջամտությունը, նշելով, թե պայթյունները ընդհանրապես գազի արտահոսքի հետևանք են եղել, միևնույն է չփարատեցին այն կասկածները, որ դրանք տեղի են ունեցել ԱԹՍ-ների հարվածի կազմակերպված հարձակման պատճառով։ Բանն այն է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում էր նաև ռազմածովային ուժերի հրամանատար Ալի-Ռեզա Թանկսիրին, որն էլ պիտի ղեկավարեր Իրանի նախատեսված ռազմածովային զորավարժությունները Հորմուզի նեղուցում։ Ի դեպ, Իսրայելն արդեն հայտարարել է, թե որևէ առնչություն չի ունեցել կատարվածին։ Հարկ է նկատել, որ Հորմուզի նեղուցում նախատեսված զորավարժություններին պետք է մասնակցեին նաև Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով այդ երկրները չեղարկել են իրենց մասնակցությունը։ Հենց այս իրադարձություններն են, որ մեծացնում են ռազմական գործողությունների սկսման հավանականությունը։ Բացի այդ, Արաբական ծովում շարունակվում է հերթապահություն իրականացնել ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը, որը, ինչպես ԱՄՆ իշխանություններն են պնդում, կազմպատրաստ սպասում է գործողությունների անցնելու հրամանի։ Այս ամենին զուգահեռ հնչում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանին հարվածելու ու չհարվածելու իրարամերժ պաշտոնական Թեհրանի կոշտ հակահարված տալու կամ բանակցությունների միջոցով խնդիրները հարթելու հայտարարությունները։ Թրամփը Ֆլորիդա թռիչքի ժամանակ լրագրողներին հայտնել է, թե հույս ունի, որ Իրանն ԱՄՆ-ի հետ կկնքի այսպես ասած Վաշինգտոնին բավարարող համաձայնագիր, որում կամրագրվի, որ Իսլամական Հանրապետությունը հրաժարվում է միջուկային զենք ունենալու ծրագրից։ Ես չգիտեմ արդյոք նրանք կհամաձայնվեն դրան, բայց նրանք մեզ հետ բանակցություններ են վարում, լուրջ բանակցություններ, տեսնենք, կարող ենք ինչ-որ բան անել, հակառակ դեպքում տեսնենք ինչ կլինի։ Մենք ունենք մեծ ռազմածովային նավատորմ, որն ուղևորվել է այնտեղ։ Թրամփը հավելել է, թե ԱՄՆ-ն անվտանգության նկատառումներից ելնելով Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին չի հայտնում հարվածների պլանների մասին։ Ի պատասխան ԱՄՆ նախագահի կողմից հնչող սպառնալիքներին, իրանական իշխանությունները հայտարարել են, որ ձեռնարկելու են ամեն հնարավորը երկիրը դրսի ուժերի հարձակումներից պաշտպանելու համար։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նախազգուշացրել է, որ ցանկացած նման հարձակում կարող է հանգեցնել տարածաշրջանային հակամարտության։ Ամերիկացիները պետք է իմանան, եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային պատերազմ։ ԱՄՆ նախագահը մշտապես ասում է, որ նավեր է բերել։ Իրանցի ժողովուրդը չի վախենա նման բաներից։ Գերագույն առաջնորդի խոսքը հաստատել է նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին CNN-ին տված հարցազրույցում։ Ըստ նրա, Իրանը չի վախենում պատերազմից եւ պատրաստ է հնարավոր հարձակմանն ու դրա հետևանքներին։ Եթե բանակցությունները ձախողվեն, մենք պատրաստ ենք պատերազմի եւ հակամարտությունը հավանաբար կանցնի Իրանի սահմաններից այն կողմ։ Ամերիկյան բազաները կդառնան թիրախ։ Կարծում եմ Թրամփը բավականաչափ իմաստուն է ճիշտ որոշում կայացնելու համար։ Մեր վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ որպես բանակցային գործընկեր կորել է։ Նշենք, որ հարևան երկրում տիրող իրավիճակի մասին իրենց ելույթներում բազմիցս անդրադարձել են նաև Հայաստանի իշխանությունները, ընդգծելով, որ ուշ-ուշով հետևում են տեղի ունեցող իրադարձություններին, հույս հայտնել, որ անորոշ ու անհանգստացնող իրավիճակը կհանգուցալուծվի։ Նկատենք, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու վերաբերյալ խոսակցությունները վերսկսեցին 2025 թվականի դեկտեմբերի 28-ից սկիզբ առած բողոքի ցույցերի ֆոնին։ Ակցիաները, որոնք սկսվել էին տնտեսական դժգոհությունների հետևանքով, վեր էին ածվել անկարգությունների ու բախումների, դարձել հազարավոր զոհերի պատճառ։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի ժողովրդին սեփական երկրի իշխանություններից պաշտպանելու հավակնության մասին, իսկ Իրանի իշխանությունները բոլոր խժդժությունների համար մեղադրել էին ԱՄՆ-ին ու նրա դաշնակից Իսրայելին։